Այսօրվա կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հերքել է իրեն ուղղված մեղադրանքները կապված եկեղեցուն թիրախավորելու հետ։ Ըստ նրա Հայաստանում դեպքեր եղել են, երբ եպիսկոպոսը քրեական պատասխանատվության ենթարկվել։ Սկսենք նրանից, որ իմ կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա, որևէ տեղ գրած չի, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը եւ եկեղեցին նույնական են։ Էլ չեմ ասում նախկինում Հայաստանում դեպքեր եղել են, երբ որ եպիսկոպոս քրեական պատասխանատվության է ենթարկվել եւ տարիներ է անցկացրել բանտում։ Հիմա իմիջայլոց, եթե ես իմ լրագրողական տարիներից եմ դա հիշում, բայց ես հասկանում եմ, որ մեր իրականության մեջ այդ հիշողությունը չկա։ Քրեական օրենսգրքով առնվազն կալանավորվել է եւ երկար ժամանակ, չգիտեմ, դատավճիռ եղել է, թե չէ։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ այն կարող է հիշեմ, կարծեմ Ասողիկ Սրբազան, Ասողիկ եպիսկոպոսը կալանավորվել է։